հիմնականում պետք է գալի այն դեպքում, եթե ձեզ դուք մոդելավորել եք երկար եղունգներ, շատ լավ երկար եղունգներ ու մարմինը փոքր է, պլաստինը փոքր է, բայց դուք երկար մոդելավորում եք անում, այս դեպքում դուք պետք է միշտ գործիք հավաքեք, այդ գործիքի վրա մոդելավորել, ձեզ պատժեշկա է լրացուցիչ նյութ, բայց այն թթվայինությունը, որ կա պրայմերի մեջ, նույնը գտնվում է բազային մեջ, մենք արդեն տեստավորման արդյունքում ես տեսա, որ այդ նույն թթուն, որ կա պրայմերի մեջ, կա նաև բազային մեջ։ Եվ լրացուցիչ մատերիալ էլ պետք չի օգտագործել։ Օգտագործենք այն դեպքում, եթե շատ բարակ խաղացող ազատ եզրեր են, որ խարտում են, չգիտես ինչ ես մոդելավորել, ասում է չէ, իմը բնական է, մի լիցք մի արա, բնականա, բայց կյանք չունի, խարտում ես, պարում այդ եղունգները։ Այս դեպքում նախ չի կարելի եղունգի վրա միանգամից դնել գել, նախ պետք է ժողովրդի մատերիալներով, ժելեգելով անկյունները եւ իրան ամրեցնել այդ հատվածը նոր դրա վրա դնել, որտեղ 100% խաղի ժամանակ ինքը մեջից բացվելու է, որտեղ ինքը չի մարտնելու։ Դիմացից ացլոյկա է տալու կամ պայման պետք է ժողովրդի մատերիալ օգտագործել, կամ խալոտնի պոլիգել, կամ ժելեգելով ամրացնեք ազատ եզրերի հատվածը, նստացնեք չոտքի անկյուններ ունենան, ոչ թե լողացող, նոր դրա վրա գել դնենք կամ բազա դնենք, մեկը չեն կպնելու, խաղացող եղունգի վրա նյութը չի, ցեպկա չի լինել, նոսկա չի լինել,